Երբևէ մտածել եք, որ հազարավոր տարիներ առաջ գրված խորհուրդները կարող են այսօր ձեզ հարստացնել։ Դե Բաբելոնի ամենահարուստ մարդը գիրքը հենց դրա մասին է։ Այսօր մենք բացահայտելու ենք հնագույն իմաստություն, որը զարմանալիորեն այսօր ավելի քան արդիական է։ Եկեք միասին պարզենք, թե այս 5 պարզ օրենքներն ինչպես կարող են ձեր դատարկ քսակը լցնել։ Ամեն ինչ սկսվում է մի շատ ծանոթ հարցից. ինչու է ձեր քսակը միշտ դատարկ։ Գիտեք, սա այն զգացողությունն է, երբ դու ամբողջ ամիս աշխատում ես, քրտնաջան աշխատում, բայց վերջում նայում ես ու հասկանում ես, որ ցույց տալու բան չունես։ Ու սա նոր խնդիր չէ, հավատացեք, սա քաղաքակրթության չափին է։ Դե եկեք ավելի անկեղծ լինենք։ Մի պահ կանգ առեք ու մտածեք. ինչ ունեք ցույց տալու անցած ամսվա ձեր վաստակից։ Իսկ անցած տարվաց իրոք ինչ եք կարողացել պահել։ Սա այն հարցն է, որը գիրքը տալիս է հենց սկզբից, ու ստիպում է, որ մի լավ նայենք հայելու մեջ։ Ու գիտեք որն է խնդրի արմատը։ Գիրքը դա շատ դիպուկ է նկարագրում։ Դու բոլորին վճարում ես, բացի քեզնից։ Խորը միտք է, չէ՞։ Փաստորեն ասում է, ավելի լավ է ստրուկ լինես։ Սա է հիմնական խնդիրը։ Մենք վճարում ենք բոլորին՝ տանտիոջը, խանութին, բանկին, բայց մոռանում ենք ամենակարևոր մարդուն՝ ինքներս մեզ։ Դե ժամանակն է սա փոխելու։ Լավ, իսկ ո՞րն է լուծումը։ Ահա այն, ոսկու առաջին օրենքը։ Շատ պարզ է հնչում, բայց անսահման հզոր է։ Քո վաստակի մի մասը քեզ է պատկանում, ու դու պետք է այն պաշտպանես։ Ամեն ինչ սկսվում է այս մեկ պարզ որոշումից։ Ու որքան է այդ մասը։ Կանոնը շատ հստակ է, շատ գործնական, ընդամենը 10%։ Այո, ձեր ամբողջ եկամտի 1/10-ը։ Նախքան որևէ մեկին վճարելը, նախքան որևէ ծախս անելը, այդ 10%-ը դուք պահում եք ձեզ համար։ Վերջ, այդքան պարզ։ Տեսեք, իրականում կա երկու ճանապարհ։ Մարդկանց մեծ մասը գնում է ձախի ճանապարհով։ Ստանում են աշխատավարձ, անմիջապես սկսում են ծախսել, հաշիվներ, սնունդ, վարչանք, ու ամսվա վերջում ինչ է մնում։ Ճիշտ է, ոչինչ, բայց կա նաև մյուս ճանապարհը։ Ստանում ես աշխատավարձ ու առաջին բանը, որ անում ես, 10%-ը դնում ես քեզ համար մի կողմ, հետո նոր մնացածով մտածում ես ծախսերի մասին։ Սա է հարստանալու գաղտնիքը։ Եկեք մի պահ այսպես մտածենք։ Ձեր ամեն մի ծախսը, ըստ էության, նշանակում է, որ դուք աշխատում եք ուրիշի համար։ Օրինակ, եթե ձեր աշխատանքային ամսվա 2 շաբաթը գնում է միայն տան վարձը տալուն, ուրեմն դուք այդ 2 շաբաթը ստրկի պես աշխատել եք ձեր տանտիրոջ համար։ Սարսափելի է հնչում, չէ՞։ Դե հարց է առաջանում. միթե չեք ուզում գոնե մի քանի օր էլ աշխատել հենց ձեզ համար։ Լավ, դուք սկսեցիք խնայել այդ 10%-ը։ Հրաշալի է, բայց հետո ինչ։ Պարզապես պահում եք այդ գումարը։ Իհարկե ոչ, հաջորդ քայլը հնարավորություններ փնտրելն է։ Ու սա մեզ բերում է երկրորդ օրենքին, որը կոտրում է բախտի մասին բոլոր կարծրատիպերը։ Ինչպես ասում էին հները, հաջողության աստվածուհին սիրում է համարձակներին։ Ըստ էության կա երկու տեսակի մարդ։ Մեկը հետաձգողն է, նա միշտ արդարացումներ ունի։ Դե աստղերը դեռ ճիշտ չեն դասավորվել։ Այսօր ծանր օր էր, վաղը կսկսեմ։ Ծանոթ է, իսկ մյուսը գործողն է։ Նա չի սպասում, նա ուղղակի փորձում է։ Նա օգտվում է հնարավորություններից, նույնիսկ եթե դրանք կատարյալ չեն թվում։ Եվ գուշակեք, թե ով է վերջում հաջողության հասնում։ Այնպես որ եկեք մեկընդմիշտ հիշենք, սա ոչ մի կապ չունի բախտի կամ հաջողության հետ։ Ամեն ինչ կախված է գործողությունից։ Ձեր ֆինանսական ապագան ոչ թե սպասելու, այլ փորձելու, սխալվելու ու նորից փորձելու արդյունքն է։ Ու գիտեք, գործելու այս սկզբունքը դառնում է սուպեր կարևոր, երբ խոսքը գնում է հազվագյուտ մեծ հնարավորությունների մասին։ Օրինակ, շուկայի մեծ անկումները։ Մարդկանց մեծ մասը խուճապի է մատնվում, իսկ գործող մարդիկ դա տեսնում են որպես կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն։ Հիշում եք 2008-ի ֆինանսական ճգնաժամը։ Շատերը հենց այդ ժամանակ իրենց կարողությունը ստեղծեցին, որովհետև նրանք համարձակություն ունեցան գործելու, երբ մյուսները վախենում էին։ Լավ, անցնենք երրորդ օրենքին։ Ու սա մի կետ է, որտեղ մարդկանց 99%-ը սխալվում է։ Բոլորս մտածում ենք, եթե ավելի շատ փող աշխատեի, հարուստ կլինեի, դե այս օրենքը գալիս է, որ կոտրի այդ առասպելը։ Բանն այն է, որ հարստությունը ձեր եկամտի չափի մեջ չէ, բացարձակապես։ Իսկ ինչու։ Որովհետև գոյություն ունի ֆինանսների մի ոսկե անխախտելի կանոն։ Ձեր այսպես կոչված անհրաժեշտ ծախսերը միշտ կաճեն ու կհասնեն ձեր եկամտի չափին, եթե դուք դրանց դեմ չպայքարեք։ Սա հայտնի է որպես կենսակերպի ինֆլյացիա։ Աշխատավարձդ բարձրանում է, հոպ, միանգամից ավելի թանկ սրճարան ես գնում, ավելի լավ հեռախոս ես ուզում։ Գիտեք, թե ինչի մասին է խոսքը։
Ու ահա թե ինչպես է այդ ծուղակը գործում քայլ առ քայլ։ Նախ դուք աշխատավարձի բարձրացում եք ստանում։ Հրաշալի է։ Հետո դուք ավելացնում եք ձեր ծախսերը, որովհետև դե հիմա կարող եմ ինձ թույլ տալ։ Եվ շատ արագ դուք հայտնվում եք այդ ծուղակի մեջ։ Դուք դառնում եք ձեր աշխատավարձի գերին։ Մտքումդ ասում ես. «Զա, վաղը գնում, դիմումս դնում եմ սեղանին», բայց հետո հիշում ես մեքենայի վարկի, տան հիպոթեկի, այն թանկարժեք իրերի մասին, որ գնել ես։ Սրանք ոսկե ձեռնաշղթաներ են։ Գեղեցիկ են, բայց միևնույն է ձեռնաշղթաներ են, որոնք քեզ կապում են միտեղ։ Ի վերջո, ամեն ինչ հանգում է մի պարզ, անխախտելի տիեզերական օրենքի։ Ուզում եք հարուստ լինել թե աղքատ, բժիշկ թե շինարար, այս բանաձևը գործում է բոլորի համար։ Եկամուտ, հանած ծախսեր, հավասար է խնայողություններ։ Սա ֆիզիկայի օրենքի պես մի բան է, չես կարող խաբել։ Սա ուղղակի մաթեմատիկա է։ Դե լավ, հիմա երբ մենք գիտենք ինչպես խնայել եւ վերահսկել ծախսերը, հասանք ամենահետաքրքիր, ամենահզոր մասին։ Ինչպես ստիպել ձեր փողին աշխատել ձեզ համար։ Սա пассив եկամտի ուժի մասին է։ Ու սա այն կետն է, որտեղ իսկական հարստությունն է ստեղծվում։ Գիրքը սա բացատրում է մի աներևակայելի հզոր անալոգիայով։ Պատկերացրեք, որ ձեր խնայած ամեն մի մետաղադրամը ձեր աշխատողն է։ Այն աշխատում է ձեզ համար օր ու գիշեր, 24/7, նույնիսկ երբ դուք քնած եք։ Ձեր փողը չի հոգնում, արձակուրդ չի ուզում, չի հիվանդանում, այն ուղղակի աշխատում է ու փող է բերում։ Ու այստեղ է, որ սկսվում է իսկական մոգությունը։ Որովհետև ձեր փողաշխատողները սկսում են իրենց սեփական երեխաներն ունենալ, այսինքն ավելի շատ փող վաստակել։ Ու գիտեք ինչ, այդ երեխաներն էլ են սկսում աշխատել ձեզ համար։ Արդյունքում գումար վաստակելը դառնում է ավելի ու ավելի հեշտ։ Եվ ավելի հեշտ, որովհետև այլևս միայն դուք չեք, որ աշխատում եք, դուք ունեք մի ամբողջ բանակ, ձեր փողի փողը, որը անդադար աշխատում է։ Եվ ավելի ու ավելի հեշտ։ Սկզբում գուցե դանդաղ է թվում, բայց հետո այն ձնագնդիի պես մեծանում է, ավելի ու ավելի արագ է պտտվում։ Այնինչ սկզբում պայքար էր թվում, սկսում է վերածվել մի հզոր, անկանգնեցնելի ուժի։ Մինչև որ հասնում է մի կետի, երբ ամեն ինչ դառնում է ուղղակի ավելի հեշտ։ Ձեր փողերի բանակն այնքան մեծ է, որ այն ձեզ համար ավելի շատ գումար է վաստակում, քան դուք ինքներդ։ Սա է վերջնական նպատակը։ Սա է ֆինանսական ազատությունը։ Այսպիսով, եկեք արագ ամփոփենք այս 5 ոսկե օրենքները։ Առաջին, միշտ նախ վճարիր քեզ գոնե 10%-ը։ Երկրորդ, հիշիր, որ գործողությունն է բախտ ստեղծում, ոչ թե սпасելը։ Երրորդ, տիրապետիր քո ծախսերին։ Չորրորդ, երբ մեծ հնարավորություն է գալիս, գործիր վճռականորեն։ Եվ հինգերորդ, ստիպիր քո ոսկուն բազմանալ։ Սա է ձեր ճանապարհային քարտեզը դեպի հարստություն։ Ի վերջո, հիշեք, ցանկացած մեծ կարողություն սկսվել է ընդամենը մեկ խնայված մետաղադրամից։ Հազարավոր մղոնների ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից։ Այնպես որ հարցը մնում է նույնը, եւ այն ուղղված է ձեզ։ Երբ եք դուք խնայելու ձեր առաջին մետաղադրամը, այսօր, թե մի հարմար օր, որը երբեք չի գալու, որոշումն ամբողջությամբ ձերն է։